Ես Glovo-ում աշխատած ժամանակը շատ լավ գիտեի Yandex-ը ավելի քան Glovo-ն։ Ինչի՞, քանի որ ես գիտեի, որ իմ առավելություններս գտնելու միակ ձևը իմանալ ինչա անում իմ մրցակիցը եւ ինչա իր առավելությունները։ Հարցեր չտալու դեպքում դուք չեք բացահայտում դիմացի կողմի գարիքները։ Իսկ եթե գարիքներ չեք բացահայտում, այսինքն դուք լուծում չեք կարողանում տալ։ Ավելի լավ է քիչ խոսակ, լսեք եւ այդ խնդիրների համեմատ լուծումներ ներկայացնեք։ Վաճառքում աշխատելու դեպքում միշտ իմացեք, այդ ամենամեծ սխալն է։ Դուք պետք է աշխատեք երկարաժամկետ մտածելակերպով, ճիշտ հարաբերություններ հիմնելու նպատակով եւ ոչ թե շատ կարճաժամկետ միանգամյա վաճառքներ անելու։ Ապրանքի կամ ծառայության չիմացությունը տանում է այնտեղ, որ դուք խոսալու եք ձեր պրոդուկտի մասին այնքան, որ դիմացի մարդը վախից չառնի ձեր պրոդուկտը։ Այսօր մարդը կարա ձեր հաճախորդը չլինի, բայց վաղը ձեր շատ լավ հաճախորդը լինի։ Իսկ այդ պահելու համար պետք է դուք ունենաք տվյալներ, որոնք որ տեղավորելու եք ձեր գործիքների մեջ եւ հետեւողականորեն follow-up եք անելու իրանց հետ։ Իբր վաճառքի մասնակից դուք պարտավոր եք նաև feedback տաք ձեր մարքեթինգի թիմերին, որպեսզի կարողանան ճիշտ առավելություններ գտնեն ձեր պրոդուկտի հետ կապված։ Իսկ երկրորդ կարևոր բանը, մրցակիցները լավ ուսումնասիրեք, նախքան գնալը շուկա։ Դիլիջանում կուկուրուզ վաճառող մարդը կարա կարճաժամկետ մտածի, բայց եթե դուք վաճառող եք, դուք պետք է մտածեք երկարաժամկետ։